Հարգելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ օրենաչափի տաղավարում։ Ձեզ հետ է փաստաբան Տիգրան Գրիգորյանը։ Այսօր խոսելու եմ հեղինակային իրավունքի հարցերի մասին։ Նախ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ուղղակի նշված է, որ մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով։ Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, գյուտերի ու մտավոր գործունեության օրենքով պահպանվող այլ արդյունքների հեղինակի իրավունքներ։ Մտավոր գործունեության արդյունքների հեղինակին են պատկանում այդ արդյունքների նկատմամբ անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները։ Անձնական ոչ գույքային իրավունքները հեղինակին են պատկանում անկախ նրա գույքային իրավունքներից և պահպանվում են մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ նրա գույքային իրավունքներն այլ անձի անցնելիս։ Օրինակ, եթե որևէ հեղինակի արժեքավոր կտավը վաճառվել է և տվյալ կտավի սեփականատեր է դարձել այլ անձ, կտավի հեղինակի գույքային իրավունքը փոխանցվում է գնորդին, իսկ ոչ գույքային հեղինակային իրավունքը պահպանվում է։ Հեղինակի կողմից նյութական օբյեկտի օտարումը, որում արտահայտված է ստեղծագործությունը, ինքնին չի նշանակում հեղինակային իրավունքի օտարում։ Եվս մի օրինակ. Եթե անձը վաճառում է իր կողմից կատարված գյուտը, դա չի նշանակում, որ նա դադարում է դրա հեղինակը լինելը։ Մտավոր գործունեության արդյունքի հեղինակի իրավունքը հեղինակության իրավունքը անձնական ոչ գույքային իրավունք է և կարող է պատկանել միայն այն անձին, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է մտավոր գործունեության արդյունքը։ Հեղինակության իրավունքն անօտարելի ու անփոխանցելի է և գործում է անժամկետ։ Ավելի պարզ ասած, հեղինակի իրավունքը, օրինակ, ինչ-որ գյուտի հեղինակի իրավունքը չի կարող օտարվել, այն նաև չի անցնում ժառանգությամբ ժառանգներին, իսկ եթե մտավոր գործունեության արդյունքը ստեղծվել է երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործ աշխատանքով, ապա ինչպես է որոշվում հեղինակը։ Եթե արդյունք ստեղծվել է երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով, նրանք համարվում են համահեղինակներ և հավասարապես օգտվում են օրենքով սահմանված իրավունքներից։ Հատկանշական է, որ հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա։ Դա նշանակում է, որ այլ անձը չի կարող ապօրինի օգտագործել հեղինակի ստեղծագործությունը, հղում կատարելով միայն այն հանգամանքի վրա, որ այն հրապարակված չի եղել։ Սակայն կան ստեղծագործություններ, որոնց վրա հեղինակային իրավունքը չի տարածվում, թեպետ իրականում դրանք ևս հեղինակային աշխատություններ են։ Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների վրա, ուշադրություն չշփոթել գյուտերի հետ, չի տարածվում գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամաների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում, նաև հեղինակային իրավունքի օբյեկտ չեն կարող համարվել։ Պաշտոնական փաստաթղթերը, օրենքները, որոշումները, վճիռները և այլն, ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները, պաշտոնական խորհրդանիշները և նշանները, դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները և այլն, ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները, օրվանորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամլոտեղեկատվության բնույթ ունեցող սովորական հաղորդումները, առանց մարդու ստեղծագործական գործունեության, տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները, քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։ Գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով։ Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն։ Իսկ ով է ճանաչում հեղինակ կամ ինչպես է որոշվում հեղինակը։ Հեղինակ է ճանաչվում այն անձը, որի անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործության վրա կամ որի անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ որի անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում կամ նոտարի մոտ, կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։
Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքում, երբ այդ անունը կեղծանուն է եւ կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում։ Ստեղծագործությունը նաև կարող է լինել անանուն կամ կեղծանունով։ Իսկ ինչ կարելի է ասել հեղինակի գույքային իրավունքների մասին։ Գույքային իրավունքներն ապահովում են հեղինակի նյութական շահերը, տալով հեղինակին բացառիկ իրավունք թույլատրելու կամ արգելելու իր ստեղծագործության կամ դրա օրինակների օգտագործումը։ Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով եւ եղանակով, նաեւ երրորդ անձանց թույլատրելու կամ արգելելու դրանց օգտագործումը։ Նաեւ հեղինակն իրավունք ունի նյութական վարձատրություն ստանալ իր ստեղծագործությունների հրապարակային կատարման, հեռարձակման, ձայնագրությունների միջոցով վերարտադրության, վարձույթով տալու, դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործություններն արդյունաբերության մեջ վերարտադրելու եւ այլ ձևերով կնքելու հեղինակային իրավունքի օգտագործման պայմանագրեր։ Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել են այսպես կոչված հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը։ Իսկ ինչ ժամկետով են գործում հեղինակի կամ նրա ժառանգների գույքային իրավունքները։ Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում եւ շարունակում են գործել նրա մահից հետո 70 տարի։ Այսինքն հեղինակի մահից հետո էլ 70 տարվա ընթացքում հեղինակի ժառանգները կարող են նյութական վարձատրություն ակնկալել հեղինակային իրավունքի օգտագործման համար, սակայն ժառանգաբար չեն փոխանցվում հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, համբավը եւ արժանապատվության իրավունքը, հետկանչի իրավունքը։ Հեղինակի ժառանգները իրավասու են իրականացնելու հեղինակության իրավունքի, անվան իրավունքի, համբավի եւ արժանապատվության իրավունքի պաշտպանությունը առանց ժամկետային սահմանափակման։ Հեղինակային պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարած կողմը պետք է փոխհատուցի մյուս կողմին պատճառված վնասը, ներառյալ բաց թողնված օգուտը։ Հեղինակային իրավունքի իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան, այդ թվում պահանջելով իր հեղինակային իրավունքի ճանաչումը տվյալ ստեղծագործության նկատմամբ, վնասների հատուցում եւ օրենսդրությամբ նախատեսված իրավունքի պաշտպանության այլ միջոցների կիրառում։ Հեղինակային իրավունքը, օրինակ գյուտը, ստեղծագործությունը, ապրանքային նշանը եւ այլն, կարող է գրանցվել էկոնոմիկայի նախարարության կազմում գործող մտավոր սեփականության գրասենյակում։ Գրասենյակի պաշտոնական կայքում կարող է գտնել ծավալուն տեղեկատվություն իրավունքը հեղինակային իրավունքի եւ դրա գրանցման վերաբերյալ։ Այլընտրանքային տարբերակ է հայ հեղինակ, հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը, որը նույնպես կարող է հաշվառել անձի հեղինակային իրավունքը։ Հարկ է նշել, որ հեղինակային իրավունքի խախտումների համար մեր երկրի օրենսդրությամբ նախատեսված է վարչական եւ քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41.7 հոդվածի համաձայն։ Հեղինակություն յուրացնելը կամ հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունն իրացնելը, եթե դա մանր չափերի, այսինքն մինչև 500,000 դրամ, գույքային վնաս է պատճառել հեղինակին կամ այլ իրավատիրոջ, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 100-ապատիկի չափով, այսինքն 50-ից 100,000 դրամ։ Միևնույն ժամանակ քրեական օրենսգրքի 227-րդ հոդվածը սահմանում է, որ հեղինակությունը յուրացնելը կամ հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը իրացնելը պատճառված գույքային վնասի չափից եւ այլ հանգամանքներից կախված պատժվում է տուգանքով կամ հանրային աշխատանքներով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, ազատազրկմամբ, առավելագույնը մինչև 3 տարի ժամկետով։ Իսկ գիտեիք, որ ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող General Motors ընկերության շուրջ սկանդալ էր հասունացել հեղինակային իրավունքների ոտնահարման առնչությամբ։ 2009 թվականին լույս տեսած ավտոմեքենայի գովազդում GM-ը պատկերել էր Էյնշտեյնին, շատ մկանուտ մարմնով, գեղեցիկ արևայրուքով, հայտնի են հավասար է
MC քառակուսուն, բանաձևն ուսին դաջված։ Գովազդի կարգախոսն ասում էր. գաղափարները եւս կարող են լինել սեքսուալ։ Գովազդի շուրջ մեծ հետաքրքրություն ուղեկցվեց նաեւ լուրջ սկանդալով։ Պարզվեց, որ Ալբերտ Էյնշտեյնն իր մայից առաջ իր հեղինակային իրավունքները փոխանցել էր Եղուսաղեմի եբրայական համալսարանին։ Վերջիններս էլ, անշուշտ, փոխհատուցման պահանջ ներկայացրեցին ավտոարտադրողին $75,000 չափով։ Հարգելի հետևորդներ, այսօր այսքանը, չմոռանաք սեղմել բաժանորդագրության կոճակը օրինաչափի թողարկումները բաց չթողնելու համար։ Մի խախտեք օրենքը, բայց եւ իմացեք ձեր իրավունքները։ Կհանդիպենք մեկ շաբաթից ABC Media-ի եթերում։